Չնայած վարչապետի հավաստիացմանը, որ Հայաստանում 2018 թվականից հավաքներ չեն արգելվում, հայաստանաբնակ իրանցիներ նահազանգում են, իրենց ծորերս հրավիրել են ազգային անվտանգության ծառայությունն ու հորդորել դադարեցնել հավաքները։ Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց օրեր շարունակ հավաքներին մասնակցած իրանցիներից մի քանիսը չներկայանալու պայմանով ազատությանը պատմել են։ ԱԱԾ-ում իրենց ասել են, թե Հայաստանն Իրանի հետ բարեկամ երկիր է եւ այստեղ չեն ցանկանում, որ այդ հարաբերությունները վնասվեն։ گفتم و من نمیتونم به شما این قولو بدم که شرکت نمیکنم. Նրանք ինձ խնդրեցին, որ ես այլևս ոչ մի դեպքում չմասնակցեմ այդ հավաքներին։ Ես հրաժարվեցի եւ ասացի, որ չեմ կարող նման խոստում տալ, որովհետեւ եթե դա անեմ, ինձ դավաճան կհամարեն։ گونه اطلاعات و تماسی ندارم. Ազգային անվտանգության ծառայությունն իրանցիներին հարցաքննության հրավիրելու մասին տեղեկությունները հաջորդեցին Հայաստանում Իրանի դեսպանի անցած չորեքշաբթի արած կոշտ քննադատությանը։ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Դեսպանը նաև դժգոհել էր, թե դիմել են Հայաստանի պատկան մարմիններին, բայց ցույցերը միևնույն է շարունակվել են։ Երևանյան այդ ցույցերի մասնակիցները օրեր շարունակ հավաքվում էին դեսպանատան դիմաց, պահանջելով իրենց իշխանություններից դադարեցնել Իրանում ցուցարարների սպանությունը, նաև գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի հեռացման կոչեր էին հնչում։ Դիվանագետի հայտարարություններին հինգշաբթի օրը վարչապետ Փաշինյանն արձագանքեց, հավաստիացնելով Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա։ Փաշինյանը միևնույն ժամանակ պնդել էր, թե Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո հանրահավաքներ չեն արգելվել եւ Իրանի համար բացառություններ չեն արվելու։ Հայաստանում ընդհանրապես 2018-ից էսկոմ Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է։ Ըստ ազատության զրուցակիցներից մեկի ազգային անվտանգության ծառայությունում իրենից հետաքրքրվել են, թե ովքեր են իրեն հրավիրում Իրանի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ակցիաներին։ جنبش خودجوش هر شخص Ես պատասխանեցի, որ չկա որևէ մեկը, ով մեզ հրավիրում է։ Հավաքներն ինքնաբուխ են եւ յուրաքանչյուր մարդ իր ցանկությամբ է մասնակցում դրանց։ Յուրաքանչյուր մարդ իր հերթին ունի իր հարազատներն ու մտերիմներն Իրանում, որոնց հետ կապ չունի եւ անհանգստացած է նրանց համար։ هر شخصی به نوبه خودش عزیزی و داخل ایران داره که دسترسی بهش نداره نگرانه. Ըստ երիտասարդ տղամարդու ազգային անվտանգության ծառայությունում իրեն անգամ փաստացի սպառնացել են ձերբակալմամբ, եթե շարունակի մասնակցել ցույցերին։ چون خود من همسر من ایرانه عزیزای من ایرانن دوست Իմ կինը Իրանում է, իմ հարազատներն Իրանում են, իմ լավագույն ընկերներն Իրանում են, որոնց հետ ես որևէ կապ չունեմ։ Նրանք ասացին, որ եթե շարունակեմ մասնակցել հավաքներին, կարող եմ ձերբակալվել։ و اینا گفتن که اگه شما تو تجمعاتتون ادامه بدی دستگیر میشی. گفتم مورد نداره پای خودم. Իրանցին պատմեց ԱԱԾ-ում իր հետ շատ քաղաքավարի են շփվել, կոպիտ չեն եղել։ Տղամարդու խոսքով ինքը որևէ անօրինական բան չի արել։ Մյուս իրանցիները խուսափեցին ձայնագրվել։ Ազատությունն այսօր դիմել է ազգային անվտանգության ծառայություն մեկնաբանություն ստանալու համար։ Գերատեսչությունից հորդորել են գրավոր հարցում ուղարկել։ Հարցմանը դեռ չեն արձագանքել։ Շաբաթօրն ի դեպ ոստիկանությունն իրանցիներին արգելեց դեսպանատնից Կապույտ մզկիթ երթ իրականացնել։ Քաղաքապետարանը սկզբում մարտոնել, ապա արգելել էր երթը, ըստ ցույցի մասնակիցների, պատճառաբանելով, թե ակցիան խցանման պատճառ կարող է դառնալ։